Ելենա Արշակյանի «Հարսնազորի լեգենդը» սերիալը հատել է արդեն 135-րդ սերիան, իսկ դա նշանակում է, որ հանգուցալուծումը մոտ է։ Սերիալը մոտենում է իր հանգուցալուծմանը, և դա զգացվում է յուրաքանչյուր դրվագում։ Ոչինչ այլևս պատահական չէ, ամեն խոսք, ամեն հայացք իր հետևանքն ունի։ Այս սերիայում ամենամեծ հարվածը շարունակում է կրել Նարէն, նա արդեն ամբողջությամբ ընկղմված է իր ներսի ցավի մեջ։ Նրա ձայնային հաղորդագրությունը, որը պետք է փոխեր ամեն ինչ, մնաց կիսատ լսված։ Այդ մի քանի վայրկյանը դարձավ նրա կյանքի ամենամեծ կորուստներից մեկը։ Նա դեռ չի պատկերացնում, որ Հայկը չգիտի իր հղիության մասին և արդեն պատրաստվում է հեռանալ, համոզված, որ Նարէն վերջնականապես ընտրել է այլ ճանապարհ։ Նարէի ներքին մենակությունն այս սերիայում ավելի շատ է ընդգծված։ Նա շրջապատված է մարդկանցով, բայց իրականում լիովին միայնակ է։ Նրա ճշմարտությունը ոչ ոք չի լսում, որովհետև Արմոն արդեն հասցրել է առաջ անցնել։ Արմոյի վերադարձը սերիալի ամենամութ ու վտանգավոր գծերից է։ Նա ոչ միայն վերադարձել է, այլ նաև ավելի սառնասիրտ ու հաշվարկված է դարձել։ Նրա հայտարարությունը, թե Նարէն հղի է իրենից, դառնում է իրական պայթյուն Նարէի ընտանիքում։ Սա ոչ միայն սուտ է, այլ նաև քայլ, որը թույլ է տալիս Արմոյին ավելի ամուր կապել Նարէին իր հետ՝ հասարակության, ընտանիքի և իրավիճակի ճնշման միջոցով։ Սաքոյի արձագանքն այս լուրին շատ կարևոր է։ Նա չի արձագանքելու որպես հայր, ով պիտի մտածեր, դստեր երջանկության մասին։ Ավելի շատ նա նայում է իրավիճակին որպես հաշվարկի մի մաս։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է նրա մտածելակերպը։ Մյուս կողմից Հայկի գիծը դառնում է ամենացավոտներից մեկը։ Նա, չիմանալով ամբողջ ճշմարտությունը, պատրաստվում է հեռանալ երկրից։ Նրա որոշումը վերջնական է թվում։ Նա հոգնել է պայքարից, դավաճանություններից, կորուստներից։ Վարոյի մահը, Նարէի հեռանալը, Արմոյի ներկայությունը, այս ամենը կոտրել են նրան ներսից։ Բայց ամենաողբերգականն այն է, որ նա հեռանում է առանց իմանալու, որ հայր է դառնալու։ Սերիայի ընթացքում զգացվում է, որ Հայկը դեռ ներսում կասկածներ ունի։ Նրա հայացքներում, խոսքերում կա ինչ-որ բան, որը հուշում է նա ամբողջությամբ չի հավատում իր տեսածին։ Բայց այդ կասկածները դեռ չեն վերածվում գործողության։ Սոնայի կերպարն այս սերիալում նույնպես կարևոր դեր ունի։ Նա փորձում է հասկանալ ճշմարտությունը և չի ցանկանում հավատալ Արմոյի խաղերին։ Նրա ներսում արդեն ձևավորվում է համոզմունք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է։ Սոնան կարող է դառնալ այն կամուրջը, որը կկապի ճշմարտության կտորները։ Սերիան ավարտվում է ծանր մթնոլորտում։ Ոչ մի հարց վերջնական պատասխան չի ստանում, բայց բոլոր հարցերն ավելի են սրվում։ Արդյոք Հայկը իսկապես կհեռանա, արդյոք Նարէն կկարողանա կանգնեցնել նրան։ Վերջին սերիաներն արդեն ցույց են տալիս, որ սերիալը մտել է իր վերջին փուլը։ Այստեղից հետո այլևս չեն լինի հանգիստ դրվագներ, ամեն ինչ գնալու է դեպի բացահայտումներ, բախումներ և մեծ ճշմարտության բացում։ Հարսնազորի լեգենդն այս փուլում դառնում է ոչ միայն սիրո պատմություն, այլ նաև ողբերգություն չասված խոսքերի, ուշացած ճշմարտությունների և սխալ ժամանակին կայացված որոշումների մասին։ Եվ ամենակարևոր հարցը մնում է նույնը. երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվի, արդյոք այն դեռ կկարողանա ինչ-որ բան փոխել։ «Հարսնաձորի լեգենդը» սերիալի վերջին սերիաները բառացիորեն պահում են հեռուստադիտողներին լարվածության մեջ, և վերջին թողարկումը կարելի է համարել ամենաուժեղներից մեկը։ Սերիան սկսվելու է ծանր մթնոլորտով։ Արդյոք վերջին սերիան կարդարացնի հեռուստադիտողների սպասումները։ Այս ընթացքում Հայկն արդեն պատրաստ է մեկնելու։ Նրա տեսարանները հատկապես ծանր են։ Զգացվում է, որ նա դեռ սիրում է Նարէին, բայց իր ներսում այնքան ցավ ու հիասթափություն կա, որ չի կարողանում հետ նայել։ Նա լսել է ձայնային հաղորդագրությունը, բայց ոչ ամբողջությամբ։ Միքոն փորձում է հասկանալ, եղբորը փորձում է կանգնեցնել նրան, բայց Հայկը կարծես փակվել է իր մեջ։ Արմոն շարունակելու է իր սառնասիրտ խաղը։ Նրա յուրաքանչյուր քայլ հաշվարկված է։ Նա փորձում է բոլորին համոզել, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, բայց հենց այդ ինքնավստահությունն է, որ կարող է կործանել նրան։ Նրա վարքում արդեն երևում են ճաքեր, չափազանց մեծ վստահություն, չափազանց բաց խաղ։
Սերիայի ամենալարված պահերից մեկը կապված է Նարեի հետ։ Նա մի պահ կանգնում է ընտրության առաջ՝ վերջապես բացահայտել ողջ ճշմարտությունը, թե շարունակել լռել։ Նրա աչքերում երևում է այն կետը, երբ մարդը հասկանում է այլևս կորցնելու ոչինչ չունի։ Վերջաբանը թողնում է շատ մեծ ինտրիգ։ Հայկը դեռ ճանապարհին է հեռանալու եզրին։ Նարեն դեռ չի հասցրել ասել ճշմարտությունը, Արմոն դեռ խաղի մեջ է, վստահ, որ հաղթում է, բայց արդեն պարզ է՝ հաջորդ սերիաներում ամեն ինչ կարող է շրջվել։ Վերջին սերիան ցույց է տալու, որ սերիալը մտել է իր ամենավտանգավոր փուլը, որտեղ այլևս հնարավոր չէ կանգ առնել։ Ամեն կերպար մոտենում է այն սահմանին, որտեղ պետք է վճռական քայլ անի։ Եվ ամենամեծ հարցը մնում է օդում կախված՝ կհասցնի ճշմարտությունն ասել Հայկին, թե նա կհեռանա՝ չիմանալով իր կյանքի ամենակարևոր տեղեկատվության մասին։